Հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի և խոնարհման օրը Գավառում մեկնարկեց համայնքապետարանից դեպի հայրենիքի համար զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիր Պանթեոն քայլերթով։ Այնուհետև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետարանի, համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների աշխատակիցներն ու բնակիչները ծաղիկներ խոնարհեցին հանուն զոհվածների հիշատակի։ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանի և թեմի հոգևորականների կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ, աղոթք բարձրացվեց զոհվածների հիշատակի և հոգիների խաղաղության համար։ Ավետարանն ասում է, որ չկա ավելի մեծ սեր, քան որ մեկը իր կյանքը տալիս է այլոց համար։ Մենք մեր հայրերի հավատքին հավատարիմ, նախանձախնդիր, ամենքս այս սկզբունքով է, որ ապրել ենք, ապրում ենք և ապրելու ենք մեր մատաղ սերնդին ուսուցանելով, հարկ եղած դեպքում ուրեմն իրենց կյանքը տալու, անմահանալու, վասն Աստծո և վասն հայրենիքի։ Այսօր մենք ամենքս կանգնած ենք լռության առջև, բայց այդ լռությունը իմաստավորված է դիմագծով, հետագծով, կյանքով, քայլքով, շնչով և գործով։ Օրը նշանավորվեց հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի և խոնարհման խորհրդով։ Ալբարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։